Այն օրը, երբ Օլիվիան իմացավ ամուսնու դավաճանության մասին, նրա ներսում կարծես ամեն ինչ փլուզվեց, և փլուզվեց կրկնակի, երբ իմացավ, որ իր ընտանիքը քանդում է իր ամենամտերիմ ընկերուհին, այն ընկերուհին, ում միշտ քույր է համարել։ Նա վաղուց չէր հավատում ամուսնու երկար գործուղումներին, իսկ իր անվերջ զանգերին կինը միշտ ստանում էր մի պատասխան. «Ես հոգնած եմ, արի հետո խոսենք»։ Մի օր Օլիվիան մտավ այն ռեստորան, որտեղ Դանիելը ենթադրաբար հրավիրել էր իր գործընկերներին, և նա սառեց։ Դանիելի դիմաց նստած էր Հարփերը, իր դպրոցական ընկերուհին, որի հետ նրանք կիսվում էին գաղտնիքներով, զգեստներով և նույնիսկ արցունքներով։ Օլիվիային տեսնելով, նրանք չխառնվեցին իրար, չամաչեցին իրենց արածից։ Նրա ամուսինը բռնեց իր նոր հարսնացուի Հարփերի ձեռքը, և նրանց հայացքները ավելի բարձր էին խոսում, քան խոսքերը։ Ապա Դանիելը ասաց. «Հարփերը հասկանում է ինձ այնպես, ինչպես դու երբեք չես հասկացել»։ Նա ասաց այս խոսքերը առանց վեր նայելու։ Այս արտահայտությունը պատառոտեց Օլիվիայի սիրտը, բայց նա չգոռաց, չնետեց իր բաժակը, չընկավ, նա պարզապես շրջվեց և հեռացավ, լուռ, արժանապատվորեն։ Առաջին շաբաթները դժոխք էին։ Տունը, որտեղ երեկ ծիծաղ էր հնչում, վերածվել էր դատարկ արկղի։ Օլիվիան փակում էր պատուհանները, որ չտեսնի հարևան տնից երևացող կյանքը, որտեղ միշտ ուրախ էր, տոնվում էր ու երաժշտություն կար։ Եվ մի առավոտ նա հասկացավ, որ եթե աշխարհը փլուզվել էր, ապա պետք է նորը կառուցել։ Նա ամբողջությամբ փոխեց իր կյանքը, ընդունվեց դասընթացների, բացեց փոքրիկ արհեստանոց, դադարեց սպասել զանգերի, որոնք այդպես էլ չհնչեցին։ Երբ ամուսինը լքեց նրան, նրանք համատեղ արդեն 4 երեխա ունեին։ 4 լույսի կտոր մնացին միայն մոր խնամքին։ Որոշ ժամանակ անց նա իրեն նվիրեց միայն երեխաներին, և նրա օրերը լցվեցին մանկական ծիծաղի զրնգոցներով, կաթի կաթիլներով, ճիչերով, երգերով և հեքիաթներով։